Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով Արցախում կան բազում զոհեր եւ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջի գրառումից տեղեկանում ենք, որ նախնական տվյալներով երեխաների շրջանում ունենք 13 վիրավոր եւ 2 զոհ։ Բավականին շատ մանկահասակ երեխաների մահացության դեպքեր կան։ Այսօր արդեն ծավալները մեծացել են, բավականին շատ է Մարտունու շրջանի ու Ասկերանի շրջանի հատվածում, կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց վայրագություններ են արել, որոնք որ բնորոշ է հենց իրենց ու սարսափելի է, որ հենց երեխաների նկատմամբ են արել։ Սոֆիա Հովսեփյանի տեղեկացմամբ Արցախում չափազանց ծանր իրավիճակ է։ Համատարած սով է, չկա ոչ լույս, ոչ ջեռուցում։ Փորձում են օգնել փոքրինչ մեղմել սովի խնդիրը, կաթնախառնուրդ եւ շիլաներ հասցնելով ապաստարաններ։ Թշնամին սառնասրտորեն թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը եւ երեխաներին։ Ռուսական խաղաղապահները գրեթե ոչինչ չեն արել, շատ քիչ տեղերում կամ շատ հազվադեպ տեղի ունեցել քաղաքացիական մեքենաների վրա կրակ, որի հետևանքով մեքենաները կողաշրջվել են, երեխաները փախել են ու երեխաներին մեջքից շարունակել են կրակել։ Համատարած աղետի ֆոնին միջազգային կազմակերպություններից չկան համարժեք հայտարարություններ կամ ձեռնարկվելիք քայլեր։ Ոտնահարվում են երեխաների մի շարք իրավունքներ, հասցվում բարոյահոգեբանական վնասներ։ Մասնագետը նշում է, սա տերոր է, որը իրականացվում է ուժային տեսակետից մեր թույլ դիրքերում լինելու պատճառով, որտեղ իրավունք բառը ստորադասվում է բոլոր տեսակի շահերին։ Ձեր բոլոր իրավունքներն են խախտված, առաջին կյանքի իրավունք։ Սեփական լեզվով, սեփական հողի վրա ապրելու երեխեք սարսափի մեջ են պատվալներում, սարսափի, ու այդ տրավմաները այնպես են, որ ինքը այդպես 1-2 օրվա բան չեն, որ ասես, հիմա երեխա կլացի ու կանցնի։ Միրա Անտոնյանը ընդգծում է, նույնիսկ ամենաաղքատիկ երկրներում երեխաները կյանքի իրավունքի խնդիր չունեն, նրանք սարսափով չեն ապրում, որ կռմբակոծվեն կամ կկորցնեն ծնողներին։ Հաթեթավորումը Ադրբեջանը նենց անում, որ արտաքին ականջի համար հումա երկրի ներքին գործ։ Դու չունես գարանտ երկիր, դու չունես գարանտ միջազգային կառույց, տեղում ներկայացված։ Վերջացավ, նշանակում է պիտի ընդունես, որ դու Սիրիա ես եւ կարան վրայովդ կողտան անցնեն, ջրերին ու հողին հավասարեցնեն։ Ստեփանակերտում հայտարարված տագնապի ժամանակ դասի հաճախած երեխաները մնացել էին դպրոցներում, նրանց իջեցրել էին նկուղներ։ Շատ չանցած լուրեր տարածվեցին նաեւ այն մասին, որ կան անհետ կորածներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փոքրիկներից 2-ը գտնվել են։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։